Մեծագույն խնդիր դեռևս առաջացավ եւ մենք սրա մասին խոսել ենք նախորդ տարվա վերջին, երբ վճարաշրջային տերմինալներին, այսպես ասած, նույնականացման հարցեր բարձրացվել կենտրոնական բանկի կողմից։ Բնականաբար այստեղ ինչքան էլ որ քաղաքական այսպես ասած մարմինը դառնում էր կենտրոնական բանկը, մենք հասկանում ենք, որ շատ ավելի խորք այն պրոբլեմա եւ նույնականացման հարցեր առաջանում եւ բնականաբար տերմինալներն ունենում էին խնդիրներ եւ համակարգի բնական աշխատանքային տրամաբանությունը խախտվում էր, արդեն իսկ խախտվում էր, որովհետեւ այդ նույն տերմինալներով արդեն հնարավոր էր, որ օրինակ նույն մարզային որոշակի համայնքներում չդնել, որովհետեւ այդ նույնականացում ապահովելը դառնալու էր խնդիր։ Արդեն պարզ է, որ համակարգի տրամաբանությունը ընթացիկ, այսպես ասած կներեք, բայց էլի ռուսերեն բառում ասող ռելսերի վրա դրված համակարգում որոշակի տատանումներ են տեղի ունենալու, որոնք այս կամ այն կերպ, այսպես ասած, ինչ-որ միտեղից ինչ-որ բան դուրս գալու էր։ Հիմա այս որոշման հիմքում ինչն է դեռևս շատ վաղ է գնահատական տալ, որովհետև նաև մասնավորից պետք է մենք այդ բարձրաբանումները ստանանք, ի ժամանակը շատ կարճ է անցել, պատճառ հետևանքային, զուտ որպես արձանագրում կարող ենք ասել, որ ըստ էության սպառողի ընտրության իրավունքը նվազում է, ինչի որովհետև ունենք պայմանական 5 ընտրություն, հիմա ունենք 1-ից 2 ընտրություն կամ չունենք, կամ ընդհանրապես չունենք։ Տեսեք, հիմա հաշվի առնելով չեմ կարող ասել չունենք, ասեմ ինչի, որովհետև թոշակառուներն էլ ամբողջությամբ անցել են քարտային համակարգի, ավելին ասեմ, այստեղից կարող եմ գալ եւս մեկ շատ վատ իրականության մասին խոսեմ, որ հասկանանք էլի նաև թե ինչքան ամեն ինչ է իրար հետ փոխկապակցված է։ Այսօր կենսաթոշակ ստացող մեր թոշակառուին ասում ենք գնա քարտով առ, որ քեշբեք ստանաս։ Այդ քեշբեքն էլ կոմունալի վրա չենք տարածում։ Ինչ է ստացվում, որ այն քաղաքացին, ով կողքից օգտող ուներ, որ կարողանար կանխիկով վճարեր, չէ՞, այսինքն իրանք օգտողա պետք։ Այս քաղաքացին կարողանում է քեշբեք ստանա, այսինքն ավելի լավ ապրողը կարող է քեշբեք ստանա։ Այն քաղաքացին, որը որ չէր կարողանում այլ եկամուտությունը ստիպված էր այդ թոշակի քարտով անել, այս մարդը չի կարողանում, բայց ինքն ավելի վատ ապրող թոշակառուի վիճակը ավելի վատ է, քան ավելի լավ ապրող թոշակառուինը։ Սրանք մի օրինակ են բերում հասկանալու համար, թե ինչքան չմտածված են մեր իրականության մեջ որոշումները, եւ այդ չմտածված որոշումները չեն կարող այստեղ կամ այնտեղ չդրսևորվել։